Բարի երեկո սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Շարունակելով քթի ցողաշիկների մասին մեր հաղորդումները, այսօր խոսելու եմ Սնուպի մասին։ Սնուպը նույնպես բավականին տարածված դեղամիջոց է եւ եթե ամիսը 31 օր ունի, 30 օր, ամսվա մեջ չի գտնվի մի այնպիսի օր, որ գոնե մեկ հաճախորդ չմտնի դեղատու եւ չգնի Սնուպ դեղամիջոցը, այդքան պահանջված է ինքը մեր դեղագործական շուկայում։ Սնուպի ազդող նյութը սիրելի հետևորդներ դարձյալ քսիլոմետազոլինն է։ Ռինոստոպի տեսանյութի ժամանակ արդեն ասել եմ, որ քսիլոմետազոլինը հանդիսանում է անոթասեղմիչ դեղերի խմբին պատկանող դեղամիջոց։ Նույն ռինոստոպը, նույն Սնուպը, դրանք նույն դեղամիջոցներն են, պարզապես տարբեր երկրների արտադրանք են եւ տարբեր գործարարների։ Մի փոքրիկ փոփոխություն կա Սնուպի մեջ, բացի քսիլոմետազոլինից նաեւ պարունակում է նատրի խլորիդ, բոլորիդ հայտնի ծովի աղը։ Սիրելի հետևորդներ, առանձնապես որևիցե նոր ինֆորմացիա չկա ասելու, գրեթե նույն ցուցումները ունի նույն ընդունման ձևը, նույն կողմնակի երևույթը եւ նույն հակացուցումները։ Սակայն ես չեմ զլանա եւ այս տեսանյութի ժամանակ նույնպես ձեզ կտեղեկացնեմ դեղամիջոցի մասին։ Սնուպը վերացնում է քթի լորձաթաղանթի մեջ առկա այտուցը եւ բացում է շնչառությունը, ինչպես նաեւ բացում է քթային անցանելիությունը, եթե այն առկա է որևիցե վիրուսի ժամանակ։ Սնուպը ցուցված է գրիպի ժամանակ ուղեկցվող քթային հոսքի կամ փակվածության դեպքում, ցուցված է ռինիտի դեպքում, միջին ականջաբորբի, օտիտի եւ սինուսիտի ժամանակ։ Սնուպի ամենաշատ կիրառման տևողությունը կազմում է 7 օր։ Եթե դուք ամեն օր անընդմեջ կիրառում եք Սնուպը, իմացած եղեք, որ 7 օր հետո կամ պետք է դադարացնեք դեղորայքի ընդունումը, եթե ստացել եք 100%-անոց արդյունք, կամ եթե ինչ-ինչ պատճառներով դեռևս հիվանդ եք, գտնվում եք հիվանդության փուլում, 7 օր հետո լավ կլինի եւ ցանկալի կլինի, որ Սնուպը փոխարինեք մեկ այլ դեղամիջոցով։ Ինչու, որպեսզի հետագայում խուսափեք եւ կողմնակի երևույթներից եւ դեղի ուրեմն օգտագործման այդ օգուտի ռիսկը նվազեցնելով, որովհետեւ ցանկացած դեղորայք նշված ժամանակահատվածից շատ երկար օգտագործելու դեպքում դեղը այլևս սկսում է չօգնել եւ օրգանիզմը ձեռք է բերում տոլերանտություն։ Խոսքը ոչ միայն Սնուպի մասին է այս դեպքում, այլ բոլոր դեղամիջոցների։ Սիրելի հետևորդներ, Սնուպը հակացուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցող անձանց, գլաուկոմա ունեցողներին, աթերոսկլերոզով հիվանդներին, իսկ հղիության ու կրծքով կերակրման դեպքում համաձայնեցնում եք բացառապես ձեր բժշկի հետ։ Կողմնակի երևույթները նույնն է, ինչ ռինոստոպի ժամանակ, որի մասին արդեն խոսել եմ, ընդունման կարգը եւ թողարկման ձևը։ Սնուպը թողարկվում է մանկական դեղաչափով 0.5% եւ մեծերի դեղաչափով 0.1% դեղաչափերով։ Մանկականը ցուցված է սկսած 2 տարեկանից մինչև 6 տարեկան։ Յուրաքանչյուր քթանցքին 1 փչոցից օրական 3 անգամ եւ ոչ դրանից ավել, մեծահասակներինը 1 փչոցից յուրաքանչյուր քթանցքին օրական 3 անգամ, դարձյալ ոչ 3 անգամից ավել։ Սա շատ կարևոր է։ Եվ ռինոստոպի տեսանյութի ժամանակ նշել եմ, հիմա էլ կնշեմ, որ 3 անգամը օրվա ընթացքում բաշխում եք այնպես, որ յուրաքանչյուր ընդունման մեջ ինտերվալը կազմի մինիմում 4 կամ 5 ժամ։ Այսքանը սիրելի հետևորդներ, ապրեք առողջ եւ խաղաղությամբ, իսկ մենք դեռ էլի հանդիպելու ենք։